Հովհաննես 18. Հիսուսի մատնությունը և ձերբակալությունը։ Երբ Հիսուս այսպես խոսեց, աշակերտներով հանդերձ ելավ գնաց Կեդրոնի ձորի մյուս կողմը, այնտեղ մի պարտեզ կար, ուր մտան ինքը և իր աշակերտները։ Հուդան էլ, որ նրան մատնելու էր, գիտեր այն տեղը, որովհետև Հիսուս ու իր աշակերտները շատ անգամ այնտեղ հավաքվել էին։ Եվ Հուդան իր հետ վերցնելով գունդը և պահակներ, ուղարկված քահանայապետներից ու փարիսեցիներից, այնտեղ իջավ ջահերով, լապտերներով ու զենքերով։ Իսկ Հիսուս իր վրա եկող այս ամենը տեսնելով դուրս ելավ ու նրանց ասաց. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրան պատասխանեցին. «Հիսուս Նազովրեցուն»։ Հիսուս նրանց ասաց. «Ես եմ»։ Նրանց հետ էր և Հուդան, որ մատնում էր նրան։ Երբ Հիսուս ասաց «Ես եմ», հետ գնացին և գետին ընկան։ Դարձյալ նրանց հարցրեց. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք ասացին. «Հիսուս Նազովրեցուն»։ Հիսուս նրանց պատասխանեց. «Ձեզ ասացի, թե ես եմ, արդ եթե ինձ եք փնտրում, նրանց թույլ տվեք գնալ, որպեսզի կատարվի խոսքը, որ ասել էր, թե նրանց, որոնց ինձ տվեցիր, նրանցից և ոչ մեկին չկորցրի»։ Իսկ Սիմոն Պետրոսը, որովհետև սուր ուներ, քաշեց այն և զարկեց քահանայապետի ծառային ու նրա աջ ականջը կտրեց, և այն ծառայի անունը Մաղքոս էր։ Հիսուս Պետրոսին ասաց. «Այդ սուրդ նորից իր պատյանի մեջ դիր, այն բաժակը, որ հայրն է ինձ տվել, չպիտի խմեմ»։ Հիսուս քահանայապետների առաջ։ Իսկ գունդը, հազարապետը և հրեաների պահակները բռնեցին Հիսուսին և կապեցին, և նախ նրան տարան Աննայի մոտ, որը Կայափայի, այդ տարվա քահանայապետի աներն էր։ Սա այն Կայափան էր, որ հրեաներին խրատ տվեց, թե ավելի լավ է, որ ժողովրդի համար մեկ մարդ մեռնի։ Պետրոսի ուրացումը։ Եվ Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսը և մյուս աշակերտը։ Եվ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, Հիսուսի հետ մտավ քահանայապետի տան գավիթը։ Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մոտ դուրսը։ Մյուս աշակերտը, որ ծանոթ էր քահանայապետին, դուրս ելավ, դռնապանին ասաց և Պետրոսին ներս մտցրեց։ Այն աղջիկը, որ դռնապանն էր, Պետրոսին ասաց. «Մի՞թե դու էլ այդ մարդու աշակերտներից ես»։ Եվ նա ասաց. «Ոչ, չեմ»։ Այնտեղ կային ծառաներ և պահակներ, որոնք խարույկ էին արել և տաքանում էին, քանի որ ցուրտ էր։ Պետրոսն էլ նրանց հետ կանգնել էր ու տաքանում էր։ Իսկ քահանայապետը հարց տվեց Հիսուսին նրա աշակերտների և վարդապետության մասին։ Հիսուս նրան պատասխանեց. «Ես բացահայտ ասացի բոլորին, ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում և տաճարի մեջ, ուր հավաքվում էին բոլոր հրեաները, և ծածուկ ոչինչ չեմ խոսել։ Ինձ ինչու ես հարցուփորձ անում։ Հարցուփորձ արա նրանց, ովքեր լսել են, թե ես նրանց հետ ինչ եմ խոսել։ Ահա նրանք գիտեն, թե ինչ եմ ասել»։ Երբ նա այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մեկը մի ապտակ տվեց Հիսուսին ու ասաց. «Այդպե՞ս ես պատասխան տալիս քահանայապետին»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Եթե վատ խոսեցի, վկայիր վատի մասին, իսկ եթե լավ, ինձ ինչու ես խփում»։ Եվ Աննան նրան կապած ուղարկեց Կայափա քահանայապետի մոտ։ Եվ Սիմոն Պետրոսը այնտեղ կանգնած էր ու տաքանում էր։ Նրան ասացին. «Մի՞թե դու էլ նրա աշակերտներից ես»։ Նա ուրացավ և ասաց. «Ոչ, չեմ»։
Եվ քահանայապետի ծառաներից մեկը նրա ազգականը, որի ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս տեսա քեզ նրա հետ պարտեզում»։ Պետրոսը դարձյալ ուրացավ և իսկույն միակաղաղ կանչեց։ Հիսուս Պիղատոսի առաջ։ Կայափայի տնից Հիսուսին տարան կուսակալի ապարանքը։ Այգաբաց էր, բայց նրանք ապարանք չմտան, որպեսզի չպղծվեն և որպեսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել։ Ուստի Պիղատոսն ինքը դուրս ելավ նրանց մոտ և ասաց. «Այս մարդու մասին ինչ ամբաստանություն եք ներկայացնում»։ Նրանք պատասխանեցին և ասացին. «Եթե այս մարդը չարագործ չլիներ, ապա նրան քո ձեռքը չէինք մատնի»։ Պիղատոսը նրանց ասաց. «Դուք վերցրեք նրան և ձեր օրենքի համաձայն նրան դատեցեք»։ Հրեաները նրան ասացին. «Մեզ համար որևէ մեկին սպանել օրինավոր չէ, որպեսզի կատարվի Հիսուսի այն խոսքը, որ նա ասաց, նշելով, թե ինչ մահով էր ինքը մեռնելու»։ Պիղատոսը դարձյալ ապարանք մտավ, կանչեց Հիսուսին և ասաց նրան. «Դու ես հրեաների թագավորը»։ Հիսուս պատասխանեց. «Դու քեզնից ես այդ ասում, թե ուրիշներ իմ մասին քեզ ասացին»։ Պիղատոսը պատասխանեց. «Մի՞թե ես էլ հրեա եմ, քո ազգը և քահանայապետները մատնեցին քեզ իմ ձեռքը, դու ի՞նչ ես արել»։ Հիսուս պատասխանեց. «Իմ թագավորությունը այս աշխարհից չէ, եթե իմ թագավորությունը այս աշխարհից լիներ, իմ հետևորդները կմարտնչեին արդեն, որպեսզի հրեաների ձեռքը չմատնվեմ։ Բայց արդ իմ թագավորությունը այստեղից չէ»։ Պիղատոսը նրան ասաց. «Թե որ այդպես է, ուրեմն դու թագավոր ես»։ Հիսուս նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագավոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնվել եմ և դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպեսզի ճշմարտության համար վկայեմ։ Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։ Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտությունը»։ Երբ այս ասաց, դարձյալ դուրս ելավ հրեաների մոտ ու ասաց նրանց. «Ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում, բայց դուք սովորություն ունեք, որ զատկին ձեզ համար մի բանտարկյալ արձակեմ։ Արդ ուզում եք, որ ձեզ համար արձակեմ հրեաների թագավորին»։ Բոլորը աղաղակեցին և ասացին. «Ոչ դրան, այլ Բարաբբային»։ Եվ այն Բարաբբան ավազակ էր։